Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ սկսենք մեր հերթական վլոգը։ Այսօր առավոտյան արդեն արթնացել եմ, լվացվել եմ, լողացել եմ, հագնվել եմ, պատրաստվել գնում եմ աշխատանքի։ Որոշեցի այսպես ձեզ բարի լույս ասել ու սկսել իմ հերթական վլոգը, սիրելիներս։ Ներկայացնեմ իմ առօրյան մեկ օրվա, մեկ վլոգի մեջ մեկ օր։ Մեկ օր իմ կյանքից այսպես անվանեմ։ Սիրելիներ ջան, որ ասում եմ նիհարել եմ, չեք հավատում։ Ինչու շշուկով, որովհետև հարևանները քնած են, իսկ ես բայց ես դում եմ շատ շուտ է, առավոտ շուտ։ Ուրեմն էկրանս շատ սրիկա է հեռախոսից մանավանդ, որ փոխում եմ այս կողմից եմ նկարում, որ ուզում եմ ֆոտո նկարեմ, ոնց որ մի 100 մետր հեռու կանգնած լինեմ։ Հենց միացնում եմ, որ վիդեո պետք է նկարեմ, էկրանն եմ մտնում, աչքս եմ մտնում էկրանը։ Ինչ սիրելիներս, բոլորիդ ասում եմ բարի լույս, սկսում եմ գեղեցիկ վլոգ, ես ծաղիկներն էլ են արդեն ծաղկել Հայաթի, սիրունացել է Հայաթը, նայեք ինչ սիրուն տեսականի ունենք Հայաթում, հա, սա նորություն է, անցյալ տարի չի եղել այս ծաղիկները, այս փոքրիկ սպիտակ ծաղիկները, սկզբում ինձ թվում էր, թե ռամաշկաներ են, բայց հետո պարզեցի, որ ոչ թե ռամաշկաներ են, այլ փոքրիկ կրիզանթեմներ են, նայեք, ուղղակի շատ փոքր տեսքի են, այսպես կոչված, ավելի շատ գիտեք ինչի նման են մեր Հայաստան Ղանթապիչայի, որ ասում ենք, այնքան նման է դրա ծաղիկներին, այդ աստիճան չեմ կարա մեծացնեմ, մոտիկից ցույց տա, բայց շատ նման է դրա ծաղիկներին, ինչ որ է, սիրուն կանաչա, այս մեր կողմն, անդե մի հատ կարմիր ծաղիկ է բսնել, պասեք մոտիկից նկարեմ, տենամ ես ինչա, ստեղից էլ սրանք են դուրս եկել, անցյալ տարի սիրուն են, անցյալ տարի, բայց ամեն դեպքում ավելի սիրուններ են, տեղից են։ Ինչ խոսք սիրելիներս, ինչքան էլ որ խոստանամ ցույց չտամ բնությունը, բայց այսպեսի մի հատ միտք ծագեց պահի տակ, ասենք պարտադիր չի, որ ծաղիկները լինեն իմ ցանածը, ծաղիկները ինչի համար ենք ցանում, եթե նույնիսկ մեր հողամասն է դա, որ հաճույք ստանանք այդ ծաղիկի տված արտաքին տեսքից, կարևորը աչքդ բավարարվի տվյալ ծաղիկից, թե ումն է, որտեղ է, տեսնում ես, հիանում ես, արդեն հերիք է, այնպես որ գոհանանք բնությունից, կապ չունի մեր Հայաթում է, թե մեր Հայաթում չէ, հողամասն իմն է, թե չէ։ Ինչպես միշտ դուրս եմ եկել Հայաթ, չգիտեմ ավտոս որտեղ եմ կանգնացրել, այն կողմից ածեն է գալիս, գնացինք գտնենք մեր չքնաղ մեքենան, անբաժան, անդավաճան իմ ընկերը, մաշտական, ես ինչ մեծ է կադրացուց տալի մոտիկից, սանենք ու գնա, պագվիր, գալիս եմ հասնեմ քեզ, իմ լավ ընկերս, անբաժան, այխ կապիտան, կթա իմ պուճորիկ ռեոս, կթա իմ սիրուն Kia Rio, հարցնում ինչ ես քշում եմ Kia Rio, չունեմ ուրիշ մեքենա, դե իհարկե թվերը ցույց չեմ տա, բայց տեսեք, Արսենն էլ նոր է տարել, տանիրովկա արել, ուրեմն այս հետևի ստիկլոն, ու այս կողքերը, հետևինները մենակ էլ է, առաջը չէ, առաջ թափանցիկ է, որովհետև ամառը շատ ուժեղ շոքեր է անում, ահա որա չի դիմացվում, մանավանդ որ որոշել էինք մեքենայով ճանապարհ գնայինք, իսկ գիշերային լույսերն էլ այնքան փոշոտ կեղտոտ է մեքենայի մեջ, լրիվքի մաքրման տալու է, տեսնեմ ես երկու օրը որ դեմ տամ, նայեք, ախ, բազի բիլա, ով ասեց քշում է, դո ես, դո երեխան, դո ամուսինը, որս էլ օգտվում ենք այս մեքենայից, բայց ոչ մեկս չենք խնամում խեղճին, ես որ вообще ժամանակ չունեմ, իսկ ինչ չեմ խնամում, իսկ ինչ չեմ հասցնում խնամեմ, գնանք այսօր սալոնում մի հատ գործ ունեմ, որից հետո պետք է գամ եկել գնամ մյուս աշխատանքից, տենց էլ երեխեք ջան, օրս էսպես հանգիստ եղանակը լավն է, հանգիստ է, ոչ անձրև է, ոչ շոգ արև է, սեկրետը գցենք, պատուհաններից մեկը բացենք, մի քիչ հովանա, ինչ ենք անում, երբ որ նստում ենք առաջին մեքենան, առաջին հերթին, հենց ես դուռը բացեցի, նստեցի, առաջին հերթին գցում եմ այս սեկրետը, զամոկները, ինչպես են ասում, հայերեն ոնց ասեմ, որ հանկարծ ուղումներ չանեն, բլոկ ենք անում, բլոկ, հա, փակում ենք դռները, այդպես ասենք,
Ինչպես ասում են, հեռախոսի դիրքից շատ մեծ բան է կախվածա։ Չգիտեմ ոնց դնեմ, ոնց անեմ, որ լավ ու ճիշտ ցույց տա, ոնց էլ դնում է, սղում, անգնում է։ Մի խոսքով է ինչ որ է բոլորիդ լավ օր եմ մաղթում, այսօր օրը շատ լավն է, ճանապարհվում եմ աշխատանքի, գնում եմ նեկրոսովկա սալոն եմ գնալու Լիլիթի մոտ, այնտեղ մի հատ գործ ունեմ, եթե չեմ ուշանում, այսինքն ուշանում եմ, բայց մեքենան 2 վայրկյան տաքանա ու ճանապարհենք միասին, ճանապարհը ծեսեց զրուցելով կգնանք։ Այսպիսով չմոռանամ հիշեցնել, որ այսօր հունիսի 22-ն է, մոռացել եմ նույնիսկ քրոջը շնորհավորեմ, այսօր հորեղբորս աղջկա ծննդյան օրն է, որին էստեղով կշնորհավորեմ, լիլս ծնունդը շնորհավոր ծավոտ տանեմ, կզանգեմ, կներես, որ մոռացել եմ, օրը անց եմ կացրել արդեն, բայց իմացի, որ քեզ շատ եմ սիրում եւ հարգում, էստեղ YouTube-ով ես քեզ այսենց ոնց են ասում բոլորի ներկայությամբ շնորհավորում եմ սիրելիս քեզ առողջություն քաղցրս այդպես ուղղակի մեկնաբանության ժամանակ հիշեցի այսպես եւ հիշեցի որ չեմ շնորհավորել քրոջս կզանգեմ կշնորհավորեմ այդպես ճանապարհը շարունակում եմ գնում եմ աշխատավայր իհարկե ճանապարհս ինչպես միշտ էս այդ կիսվում եմ որովհետեւ իմ համար իմ կյանքն է սա, այսպես ասած, հա, ես իմ կյանքս, իմ առօրյաս, իմ ամեն ինչով կիսվում եմ ձեզ հետ եւ որպեսզի անտեղյակ չլինեք, թե ես ինչպես հասա գործից տուն, տնից գործի, ահա այսպես կադրեր եմ տեղադրում երբեմն իմ ճանապարհից եւ իհարկե մի անգամ եւս ուզում եմ ասել նրանց, ովքեր որ լսում են ինձ, կարդում են իմ էջի բոլոր գրածները, հետևում են ինձ, սիրելիներս, մի անգամ եւս եւ շնորհակալ եմ եւ ուզում եմ ասել, որ ամեն դեպքում դա շատ հաճելի է եւ շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին եք, որ պատիժ եք անում, այսպես կոչված։ Եվ մի հարց ունեմ իմ շատ սիրելի մեքենա սիրողներին, մեքենա վարողներին, չգիտեմ, տղամարդ կլինի, կին կլինի, խորհուրդ է պետք ինձ։ Ուզում եմ իմանամ մեքենան խիմչիստկա անելուց հետո կա արդյոք այնպիսի մի նյութ, որը փչում ենք մեքենայի ներսում պլաստմասի բոլոր իրերի վրա, ասենք պլաստմասային մասերի վրա, որը փոշու նստվածքը իրենից հեռացնում է, այսինքն отталкивает пыль от себя, ոնց բացատրեմ էլի, դա որ հայերենը ճիշտ հնչի։ Մի խոսքով ինձ այդպիսի նյութ է պետք, եթե որևիցե մեկը գիտեք նման նյութ, սիլկաների բաժինը բացել եմ, խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում հղում թողեք, եթե ձեր համար դժվար չէ, եթե կա ու գիտեք ինչ որ մի որևիցե օգնող հարմարանք։ Սիրո սալոն տարածքը եկա գործը հասա, ինչև հասա ստեղ, ձենս խազվել է, նանք տեսնենք ինչ կա չկա, այնտեղ ինչ է կանելու, պրովետիկ է։ Դե սիրելիներ ջան, արդեն տեղ եմ հասել, կաբինետս պատրաստել եմ, ապարատը միացրել եմ, հաճախորդին եմ սպասում, 2 վայրկյանով դուրս եկավ։ Հիմա գաք շարունակենք մեր պրոցեդուրան, իսկ մինչ այդ լուբավացերն եմ մի քիչ ինքս ինձանով, մի քիչ էլ ինձ վլոգերի տեղ եմ դնում, հեռախոսը դնեմ, դո գետնին, դո չգիտեմ որտեղ, այսպես վերջ մոդելս արդեն եկել է պարկածա, խնդրեմ։ Անցնում ենք աշխատանքի, միացրել եմ ապարատը, սկզբում մասաժը արել եմ, վերջացրել եմ, հիմա մի քիչ ես եմ հանգստանում, քանի դեռ ապարատի մյուս ֆունկցիաներն են իրեն միացրած, այդպես մի քիչ ես հետ կիսվում եմ, ռաբոչի պրոցեսը ոնց որ ասած, շատ ցույց չեմ տալիս մարդ կա ամեն դեպքում ներկե պարկած չի կարելի, այդպես սիրելիներս ուզում եմ որ տեսնեք թե ինչով եմ զբաղվում, որ շատ հաճախ են հարցնում, իսկ դուք որտեղ եք աշխատում, իսկ դուք ինչու եք այսպես անում, այնպես անում։ Աշխատում եմ, տեսնում եք, աշխատանքի ընթացքում եմ, դեռ հաճախորդս ապարատին միացված է, ես էլ պետք է հսկեմ անընդհատ, բացի այդ ապարատը հսկելուն նաև ապարատի միջոցով մասաժներ եմ անում, այդպես սիրելիներ ջան, ֆիգուրայի կարեկցիա, երնեք մեկն էլ ինձ կարողանար այդպես իմ նման խնամքով ապարատային մասաժաներ կամ էլ թեկուզ լազերային էպիլյացիաներ, ես իմ արմինը վախենում եմ դա վերի անեմ ինչ-որ մի այլ կոսմետոլոգի, հա, դրա համար որ ասում ամեն մասնագետ էլ ինքը խնամված չի լինում, բայց գնում են այն մասնագետի մոտ, ով որ շատ խնամված չի, ասում են նրան ժամանակ չունի իրեն խնամի, մի խոսքով արդեն հետ եմ գնում, տուն եմ գնում,
Շարունակենք վլոգը։ Ինձ ասախել քթացի հետ կերել ես, որ այս ռեմոնտի նայեք, ռեմոնտ են ամեն քանդած ամեն ինչը, սենց ռեմոնտ են անում, ասֆալտ են անում։ Սիրուն ասֆալտ էր, այստեղ խուսեր չկար, հասավ քանդեց։ Ասի չէ ստրադայի մայ եմ, որ ասում է, ասֆալտ են անում, որից մենք ենք ստրադայից անում պրոբկա, տեղ էլ պայմանավորված եմ հլա ամպերը ոնց է սևակնած է սև եղանակ նահավոր։ Ես ինչ կժակա երթևեկությունը, գազանանոց դարավ, տո կամազներ, տո չգիտեմ, տրակտորներ, եսի մեսին չեր, մեծ մարշուտկաներ, ինչ կան ուշացնի, ավտոներ կա հետևիցս կշեցին, կողքովս կշեցին, զան ղժոց կտրվի, հլը ստեղի բաների, մակատների քանակը նայեք, մետրոյի մոտնա, հլը սրա երկարության ինչքան շատ է քանակին, 50 համար են այսքան շարի, ավտե Որտես դուս եմ եկել հարնայ կոմպերի վիճակն ես ինչ ես լիվ են ագալու ուժեղ անձրև կգա երևի մի կերոյի զանգեց հենց այդ պահին ասում է բանա լուբերցի եմ արի քեզ տենամ վազելով գնում եմ ընգերուս տենամ մենակ մենք կարանք սենց բան անենք խոսքով միևնույն է այդ մի գործից էլ պետք է դուրս գայ ուրիշ գործի գնա նայ կոմպերի վիճակը ես ինչ է կատարում եղանակ նահավոր է մի կերպ էլ ես փողոց անցնեմ Ճիշտ է ճամփեն իմն է, բայց ինենց այլանդա կարակ են քշում կներեք արտահայտությունից, վայ այս ծաղիկներին։ Այն ժամանակ մենք սրանք հացի ծաղիկ էիք ասում ես, խնձորի ծաղիկ է, ինչ էր, ով կհիշի, որ ասում է դաշտի ծաղիկները, գնացի լավ սուզը սպասում է։ Այսպիսով նստեցինք մի բաժակ սուրճ խմեցինք մի կտոր խմորեղենի հետ և իհարկե անուշ լինի Բայց դուրս եկանք տեսանք մի հատ ինչ մի ջիգերով անձրև սկսվել և ավարտվել մի քանի կաթիլեր։ Որ մի երկու րոպեում անենց մի հատ սել ավարեց, լավ է այդ պահին շենքի ներսն էի, հա, ջրերը։ Մի անգամից այս նույն անցածս տեղն է, մի անգամից սենց շիթով ջրերը, հլը, ինչ անձրևներ եկավ, վարկյանական։ Գյոլեր արեց ամեն տեղ են սևագնաց։ Են սևացած ամպերը հետ քաշվեցին վարկյանական։ Este մեր գժական լուբերցին է, ով տեսա, շի տեսեք։ Ինչքան են որ ասմա մենակ պենում կուլտուրական թաղամասերը տեսեք, հնանոց, գժանոց, հին թաղամասերա, իբր թե ցենտրն է, բայց շատ հին է։ Մեր թաղամասը էլի ահագին թազա է։ Վեշն է մի թարսպան կեղնի ես, որ ուզին ամիլավ բանան է։ Լստեի ջրերին ապյաց, ես ինչ վիճակ է։ Չես կարա չնկարահանես, ոնց չնկարեմ, հլա ինչ է կատարվում նորից։ Ինչև իմ հերթը կհասնի, որ ես թեքվեմ լանդեի, օվկիանոսա։ Նա։ Կալյոսնիկըտ Ինչ է կատարվում ստեր, կարում չեն մի հատ կալոդեց է, բայց հանեն, բեր ես ժողովուրդը մաշին կշիլիս, խճս տես ինչ է, ուժս прям что. Ժողովուրդ ջան, какой у меня заботливый сын, առավոտ վեր եմ կացել, վազել եմ գործի, սալոն եմ գնացել, սոված ծարավ, մենակ ստամոքսս նենց էր ցավում, կոֆե եմ չխմեցի, մի հատ նանայով չայ եմ սարքել, չայ խմել, ուրցնել մոտ չտվեց մի տեսակ նենց էր ցավում ստամոքսս եկել տուն տենամ իմ տղեն լավաշ ինչա լավաշե տենց է կոչվում այս ֆիրման լավաշե Всё, что ты любишь Զակազատվել ինքը կերել իմ բաժինն է սեղանին թողել մեռնեմ ես սրա կյանքին այսքան հոգա տարերի խաչի իլնի Իմ բաժինն էլ թողել սեղանին ու գնացել որ մաման գործից գա հոգնած ոչ մի բան չպատրաստի հաց ուտի առաջ
Վայ Աստված, սիրտս լցվեց, թող բոլորի երեխեքնել են, որ ասում է հոգատարությամբ ձեզ այս շրջապատեն այնքան որ լինեք ուրախ ու երջանիկ։ Քոնը չյարա էտիմնա հայկա։ Կա վրա բորդը մցրես նդե որ դեղցի կայլ մտի մեծ տեսինց կացկա։ Էտիմնա գիտես ցելը մարսը սեղանիցը։ Իո։ Մարսը ստեղից։ Ուրուտեմ քեզ ինձ կանես։ Պասի բացեմ իրար հետ հաց ուտենք։ Պասեք բացենք տնանք ես ինչ էլ սիրուն ուպակովկա է։ Պասեք տնա։ Այս ինչ огромный ինչա գրած Ստոպև клуб любителей шавермы. Шаверма. Шаверма. Вот тебе. Вот ты моя шаверма. Ора, лаваши կլխինես ենք գնում, ора, ուտեմ քեզ, ора. Пожалуйста. Շատ համովեր մեր շնչում կերա է, որ ասում եմ, եթե ուզում եք շատ հրատապ ուտելիք պատվիրել, ահա խնդրեմ, լավաշը называется, в լավաշը, կարող եք սկաչած անեք իրենց հավելվածը և անմիջապես շատ արագ զակազներ տակ, շատ համեղ են պատրաստում իսկական տնավարի։ Ասեմ, որ իրենք ինձ ռեկլամի համար չեն վճարում, ես ռեկլամ չեմ անում, ես ուղղակի իմ փորձած համերից ինչպես ասում են, ամենահամեղ շավերմաներ, շավուրմա, ով ինչպես կարող ասում է, իսկ ես կասեի միս և բանջարեղեն փաթաթած լավաշի մեջ, այդպես տնականն ամենահամովն է մի օրը ես կպատրաստեմ կտեսնենք, դե լավ ժողովուրդ, ինչ որ այա ինձ բարեախորժակ եղավ անուշ եղավ կերածս, ձեզ բարի դիտում, միգուցե ինչ որ մեկին լավ արդյունք ու օգուտ կտա այս կադրերը, հույս ունեմ կարող է մեկդ պետք կան Ես գնացի աշխատանքի նորից, դուք էլ եղեք ուրախ և լավ տրամադրությամբ ու ինձ միշտ սպասող։ Սրտիկներ ջան, սիրելի հետևորդներ ջան, սիրելիներ ջան, սրտիկներ եմ ասում, թե չեմ մտածում են, թե ես իմ ինչեր եմ ասում։ Ակնոցներս մոռացել էի տանը, մինչև կես ճամփեն եկել եմ նորից հետ գնացել։ Այնպես արև ա բացվել, չես ասի, թե այսօրվա են սելավը մեր Լուբերցիում ա եկել։ Ինչպես տեսնում եք, եկել եմ տուն, հացքերա փոխվեցի, հագնվեցի, հիմա էլ գնում եմ երկրորդ աշխատանքիս։ Այսպես վազքի մեջ եմ, եմ որ ասում սաղորը վազ եմ տալիս գրպանումս փող չկա, հիտոգն ինչա լինելու, խայտարակ վիճակ։ Խոսքով դե հիմա ինչ ուզում ալինի կարևոր ես աշխատում։ Գնում եմ աշխատանքի, տեսնենք այսօր ինչպես կընթանա մեր աշխատանքային օրը, ինչպես ցուցադրեմ ես այն դիրքից նկարել եմ այն օրվա ծուխը չկա ամպերը մաքուր է կներեք չես ասի թե այսօրվա անձրևը սելավը մեր Լուբերցում ա եկել եղանակը լավն է մաքուր պարզ եւ ես գնում եմ ինչպես միշտ դեպի պայծառ ապագա ուզում եմ մի հատ բան գնեմ ինչա կոչվում շտատիվ գնեմ մի քիչ հեռու պահելու համար երկար պոչով քանի հատ եմ տենց գնել ինչ արժեքի ուզում ես գնի կապ չունի իրանք շատ թույլ են հեռախոսը դնում ես հեռվում պահում ես թե չէ հեռախոսը շռыց սենց այսենց պատտվում է ուրիշ բան է ցույց տալիս վերեք սենց տեղեր նկարեմ սիրոնց կանաչ մանաչ տեղերագոն է հա այտենց հեռախոսը պատտվում է այս այն սիրուն սադն եմ մտնելու հեռախոսը տենց պատտվում է ու գնում է վրայից մի տեսական հարմար է չի ստացվում սիրուն պահի չգիտեմ թե ինչ որ ես եմ սխալ ընտրում թե ինչ եմ անում փորձենք մի հատ թազա շտատիվ առնենք դրսում նկարահանումներ անելուց որ հեռախոսից կադրը ինքը շատ մոտիկից է ցույց տալիս որ հանկարծ ուզում եմ ինձ նկարեմ շատ մոտիկից ցույց տալիս գաբարիտով ման իմ համար տհաճ է մնացածներն եմ մտածում են թե 200 կիլո եմ այնքան սենց մոտեցնում ամեն ինչ մեծ է ցույց տալիս չաղացուց տալիս չասեցի 18 կիլո եմ բայց դե 200 էլ չեմ էլի տեն ժողովուրդ ջան էդ եմ որոշել անեմ մի հատ փորձեմ տեսնեմ ոնց կստացվի օրովս կիսվում եմ ձեզ հետ ուղակի չգիտեմ էլ ինչից խոսամ որ ձեզ հետաքրքիր լինեմ բայց ինձ թվում է թե անհետաքրքիր էլ չեմ նայեք ով գիտի ես ինչ կանաչի է մենք եզան լեզու ենք ասում շատ տղտկուր են ասում շատերը
Շատ բան ռուսերենն էլ արդեն դաժե մոռացամ, եւ մենակ ռուսերենը գիտեի, իսկի հայերեն չգիտեի։ Подорожник, по-моему, что ли. Не помню. Մի խոսքով։ Ինչ ռոժնիկ կոչվում, ամենայն դեպս շատ բուժիչ հատկություններ ունի։ Գնացինք ստեղել, մեր հայերի ասած սիրի-սիրին ա ծաղկել են 3 լիստանոց։ Ասում ա դրանցից, որ շատ հազվադեպ ա պատահում, որ 4 տերև ա ունենում։ Կլևեր называется ռուսերեն, որ 4 տերև ա ունենում, հենց որ գտնում ես, ասում ա շատ երջանիկ ես, բախտավոր մարդ ես։ Դենանք կգտնենք 4 թերթիկանոց, սաղ 3 են։ Ոյ, բայց ես ոնց անեմ, որ 4-ը կթալա, ասեք տնամ։ Ես մին, ես 2, կյանքումս որ շատ մանգայի չէի գտնի, հլա նայեցեք 4 տերև ունի։ Սա հիշատակ պահիլի բան ա, սորվա օրը կհիշենք իրար հետ։ Մնացածները սաղ 3 են, հենա մի հատ է 4 կթա։ 4 տերևանոց, գործից նենց եմ ուշանում, ես այս ուվոլիտ տենանի մի օր։ Ստեղ եք չեմ մոտել, ինչ սիրուն բաներ աղաս է։ Грузинская пекарня тут. Какой-то арт-старик к нам на Коридоры, там больше горшечных цветов. Красота же какая. У меня дома есть, значит, ананас. Горшке. Что-нибудь сейчас интересное скажете, я у вас куплю. Потому что я люблю не обычные цветы, просто шикарно у вас очень. Я деток ананасов рассадила. Можно туда тоже зайти посмотреть? Да, конечно, там Боже, как красиво. У меня просто телефон не поддерживает этот световой момент. Постоянно. А тут живые обычные, да? И тоже красивые все равно у вас. Да. Красивый ассортимент у вас необычных цветов. Потому что куда зайдешь, одни эти обыкновенные розы, ну, смотрю, вот этих нету нигде. Люди добрые, меня разрешили зайти сюда и снимать всю красоту, что здесь есть. Блин, какие красивые цветочки, букетики собраны. Вот это красота. Чили. Я попала в рай. Интересные у них. У меня такие есть обычные. Вы чем-то подкармливаете их, что они такие прям активные? в принципе, редко поливаем. Да, и кактусы. Я один раз была, знаете, где? Столько сортов кактусов там увидела. Вообще обожаю. Нет. Здесь в Москве аптекарские. Там аж тысячи сортов. Ну так близко, естественно, сложно было мне подойти. Вообще шикарно. Очень хороший ассортимент у вас. И вазочки всякие, и цветочки. Сейчас что-нибудь выберу, подберу для себя. А где ананасики ваши? Можете свет включить уже? Этот голос я уберу, музыку поставлю, если что. Обожаю просто. Тут такие композиции. Эти странные, но очень интересные. Иду к вам сейчас. Это у вас искусственные вот эти ромашки, уже сушеные или что они? Это в самом верху это искусство. Искусственные. Да, у нас сухоцветы есть, но Да. все в кладовке пока. Я поняла, да. И тут такая красота прям. Вообще шикарно. Я очень люблю, обожаю. Хорошо, что... какие интересные листочки тут. Бегония. Месса. Вот эти? Да. И вот это. Они чем полезны, если, например, дом в квартире, я их... Смотрите, какие вот эти вот интересные. Вот они вообще шикарные. У меня еще кошка дома есть, чтобы прям... Дайте мне что-нибудь красивое, хорошее, интересное, чтобы кошка не померла. Очень много растений есть. Красные. У меня такие фиолетовые. Кошки их едят и выживают. А какие именно? Да все. Ой, блин, какие интересные вот эти. Они все живые, да? Красота же. Ананасики. Ух. Сейчас я покажу, который ананас уже отбирает.
У меня дома одна есть, только я не знаю, как за ним ухаживать. Одна большая, да, такую Детки? купила. Детки тоже. 10-15 сантиметров, и всё, Ага. можно их уже от матери. Значит, я их маленькие, что их уже от матери оторвала. Слишком. 10-15 сантиметров. Дальше будет давать цветоносы. Вот эти Цветочки, желтые? да. Интересно. Говорят, что круглый год цветет. Вы это все изучали, чтобы работать? Или как? Или откуда столько информации? Интернет. Интернет. Мощная штука. ИИ. Вай, этот и я не могу пользоваться ею. Просто обалденный ассортимент. Цветы покупила, честно. Вот этот. Что за Оттуда. краса? Да, А вон тоже женская часть, да. цветочная дама. Вот у свекрови вроде получается, а я пока тоже с мужем, пока мы не понимаем, что надо делать. Я знаю, что... Я не умею с ними, да, знаете, они вот чтобы умирают они у зацвели, меня. им нужен стресс. Либо темнота, В смысле? неделя. Им стресс или мой стресс, чтобы ей передали? Это тоже. Либо темнота неделю, прям вот неделю их в темноте держите, либо полейте ледяной водой. Вот как раз сейчас, сезон, Ага. когда воды горячей нет, ну, Ага. у нас в нашем доме, мы их все полили холодной В водой. нашем тоже нету. Это большой стресс. Им нужен стресс, чтобы зацвести. Цветут они 2 раза в Просто. Вот видите, у меня телефон вот этот вот, пока не убираешь, не показывает, что за цветок там. Ну, слишком темный сделала теперь. Ну, у вас красивые. год. Прям чешешься потом от них. А, Нам кажется, что стреляет, потому что очень много иголок у него. может быть, они разбрасывают в какой-то момент. Кто их знает, для чего Бог создал. Каждая же штучка как то, что создано Богом. Как будто чем-то, для чего-то, для кого-то, что-то где-то защищает. Красота. А вот там еще одна. Можно поставить для красоты. Да, вот они, вот они, вот они. Нет, вот эти штучки прям понравились. Вот эти. Ой, еще там цветочки. Ой, какой плохой телефон, а? Телефон неплохой, этот капризничает. Вообще не дает красоту кадра. Ладно, спасибо вам большое за сегодняшнюю радость. Вах, какая шикарная. Мне понравился. Я просто спать не буду, пока я не добьюсь того. Այսօր երջանիկ մարդ եմ, ինձ շատ շուտ բարել են գործից տուն, ես նույն տեղից եմ գնում են օրվա նկարահանումների սարած, նայեք, ոչ ծուխ կա, ոչ մի բան, ինչ սիրոն երեկո է, երկինքը գեղեցիկ, հարևա մայր մտնում, ծուխ չկա, մաքուր է այսօր, են մի հապուր ծուխի համար գլխովս ինչ կռիվաս ես գցեցիք, գնում եմ տուն, Լուբերցի երկինքը վայելեք, նայեք ինչ սիրուն է, մայրամուտը, արևը մայրա մտնում, կրասատա ժա, ընդ է լուսինն է արդեն դուրս եկել հենա, Всё, գնացի, գրանք են նույն սադի մեջ նգնենք ու ճանապարհվենք, այսօրվա իմ արած հերոսություններից մեկը ալոե աճացրած արդեն ալոե եմ գնել, քանի անգամ եմ ունեցել, փչացրել եմ դեն գցել, բայց վերջապես գնեցի, թանկ էր սրանց մոտ, բայց շատ առողջ էր, ուրիշ տեղեր էլ կարան լինեն, ահա, սեզոնը բացվել է, տկլոր գալու, այնքան ցուրտ է, ես քյունդված կոստյումը հագս ես երեխեքա չլդր-մլդր, դե ոչ, մալադետ ջահել են դիմանում են, Ay, красота, ցերեկը, տեսեք, ես տեղեր քիմիշ գիշերն եմ ցույց տալիս, այս թղկի ծառերն էլ հետ արևն էլ ոնց ասի։ Ինչ է ձևեր անում։ Ինչ է սուզել։ Լեսիրան, զատա ուզում ուտելի։ Ինչ է սուզել։ Ինչ է сюзел? Ինչ է սուզել։ Բան է սուզել։ Что тебе надо? Ой. Կատրոն ես տալիս обыкновенный, որ ինչ անեմ քեզ համար, որ ինչ անեմ քեզ համար ասատենամ, որ իծև սևաճկերը տուտեմ, իծև սևաճկերը տուտեմ, ինչ եմ տալու քեզ, ինձ նյաշկա է ուզում խիճեք տենեմ հլե, ուտեմ քեզ, արա,
Nei, կատաղելա, խռովելա, որ չեմ տաս լպստումա պակաշնու, ուտիմ ես քեզ, չէ լավ մի ջղայնա, նարի ես քեզ նյաշ կատամ, նայց կատամ քեզ, նյոշ կոտամ քեզ, подожди, մեջքս ծավ մարը, ես չեմ կարում այդքան կրանամ, մեջքը կոկոզս պուկակել ես, ես ողնաշարիս, ողերը մաշացա ես, ինչա չեմ կարում թե մի քայլ անեմ, հալա այս բկլիկին, տիկոսիկ, ջան, բոլորիդ խորհուրդ կտամ, մի հատը սենց լավ սիրուն փիսո ճարեք, հետս յաղորը նստեք զրից անեք, ձեր բացական էներգիան ինքը տանի ճամփեն կցի, ու դուք էլ խաղաղվեք, հանգստանաք, ոչ մի քաղաքական հարց մենք չենք լուծելու, սիրելիներ ջան, բոլորը լուծված են, մենք դրա մեջ չկանք, հասկացեք, այդ հարցերով ես չեմ զբաղվում, Աստված ա զբաղվում նույնիսկ, խիչեք հասկանում, խիչեք ընդունում, որ մեզ դա պետք չէ ձեզ նույնպես սիրելիներ ջան, իմ սիրուն փիսիկ, իմ էներգիայի աղբյուր, բացականը ստանում ա դրական տալիս միշտ, իմ փիսոն, մի հատ սենց սիրուն կենթանի պահեք, ցրվեք, մտքները թողեք, ուղեղները թողեք հանգստանա այդ ամեն ինչից, մի լարվեք, մի վատ տրամադրվեք, դուք ինքներդ ձեզ մի տանջեք այդ վատ մտքերով, ով հայերեն խոսած, ով ռուսերեն խոսած, ժողովուրդ ջան, կարում եք բարություն տվեք իրար, բարություն առեք, չարությունով ոչ մի բան չի լինի, չարությունով միայն պատերազմներ են լինում, հետո այդ սիրունս, բարի երեկո բոլորին, մենք ամուսնյակներով նստած սուրճ ենք խմում, իսկ իմ տեսանյութի տակը, թե այն ինչքան քաղաքական գործիչներին ցեխը կոխեցին, հանեցին մեր հայ ազգը, չգիտեմ են ինչեր արեցին, ժողովուրդ ջան, հերիք ա քաղաքականացնեք յուրաքանչյուր տեսանյութ, ֆուտբոլ ենք նայում նստած, ամեն ինչ շատ լավ, շատ խաղաղ եւ շատ լավ է ամեն ինչ, այդ դուք եք այդպես ձեզ կտորում, այ ժողովուրդ ջան, հերիք ա քաղաքականացնեք այդ տեսանյութերը, ձեր համար չեմ նկարում, որ ինչ ասեք, նկարում եմ իմ առօրյան, դե չէի կարող չանդրադառնալ այդ պայթյուններին, այո, պատերազմ է եւ երկու կողմն էլ մեղավոր են իմ համար, ոչ թե ես ռուսամետ եմ, ուկրաինամետ եմ, իմ հարազատներս Ուկրաինայում են ապրում, ուզում եք ասեք ես նրանց դեմ դուրս գամ, ես զարմանում եմ իմ հարազատներն էլ են իմ դեմ դուրս եկել, ես ինչ մեղավոր եմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար չեն հասկանում, իրար հետ չունեն, ես ինչ մեղավոր եմ, որ Ուկրաինան ու Ռուսաստանը իրար հետ չունեն, Պրիչոմ тут я, եւ ինչ մեղավոր եմ, որ բախտի բերմամբ թե պատահմամբ իրենք այնտեղ են ապրում, իսկ ես էստեղ եմ ապրում, դա բոլորի ցավն է, երկու կողմից, երեք կողմից, թե 4 կողմից, անկախ նրանից, թե Հայաստանի հետ ինչ հարաբերություններ ունեն, մենք Հայաստանի պատերազմն էլ ենք ապրել, տեսել, դուք ինչեր եք գրում, ինչեր եք անում, չեք ամաչում, անում եք, որ իմ ալիքում իմ էջի տակ եք գրում, ոչ թե ինին եք գրում, կամ էլ թե չէ այն մյուս ղեկավարին անունը չեմ էլ հիշում, կամ էլ մեր ղեկավարին, դուք մոռանում եք, որ վաբշե էդի իմ ալիքն է, ոչ թե ձեր քաղաքական, չգիտեմ ինչերի հաղորդաշարա, մի հատ հավաքեք ձեզ ժողովուրդ ջան, ոչ մի բանի չեմ պատասխանելու, բայց հաշվի առեք, որ դա չափազանց է, ձեր չարությունը ուրիշ տեղ, իմ էջում այլևս քաղաքականության հարցեր չքննարկեք, ոչ ռուսի, ոչ ուկրաինացու, ոչ ամերիկացու եւ ոչ էլ հայերի վարչապետների անունները չգրեք այլևս, ամենքը ձեր գործով զբաղվեք, հերիքա, չի կարելի տենց